ինչպիսին է։ Գիտեք, ես լինելով հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, շատ չեմ սիրում քաղաքական գործընթացներում հավատքի հետ կապված քննարկումները, բայց ինձ ստիպում են դա անել, դուք չէ իշխանությունը։ Ինչպես եմ պատկերացնում հանգուցալուծումը իշխանության խոնարհությամբ, որովհետև ես եկեղեցու հետ այլ շփում, քան խոնարհությունը մի քիչ լավ չեմ պատկերացնում։ Ի տարբերություն իմ շատ գործընկերների, ես չեմ կարող մեջբերումներ երկար անել Աստվածաշնչից կամ ավետարանից կամ սաղմոսներ կարդալ, բայց դրանից իմ հավատքը որևէ կերպ չի փոխվում։ Ես կարծում եմ, որ ցանկացած ոք, ով իրեն համարում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, պիտի խոնարհությամբ մոտենա եկեղեցու։ Կարծում եմ, որ հանգուցալուծումը պիտի լինի բացառապես այդ տրամաբանության մեջ։ Ակնկալել, որ դա կանեն Փաշինյանենք, նաիվություն է, իսկ ես նաիվ մարդու համբավ երբևէ չեմ ունեցել։ Ինչ վերաբերվում է ձեր նշածին, որ իրանք կքննարկեն եւ այլն, ես շատ խնդրում եմ մեր քաղաքացիներին հիշել 18 թվականը։ Մի հատ տղա կար, որ ասում էր կամ ինքը կլինի Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենալու։ Ես որևէ ցույցի մասնակցի, որևէ մեր մոլորված եղբորը կամ քրոջը չեմ մեղադրում։ Իրենց խաբել են։ Ժողովուրդը սխալվել չի կարող։ Ժողովրդին մեղադրել չի կարելի։ Բայց շատ խնդրում եմ։ Կա որևէ մեկը, որը համարում է, որ 18-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները ամբողջական արդյունքում լավ բանի են բերել։ Մենք Արցախ չունենք։ Մեր տարածքից 200 կիլոմետրից ավել տարածք է օկուպացված։ Միջազգային բանակցություններով մեր հետ երրորդ ձեռքով են խոսում։ Հայաստանի պետության վարչապետի աթոռին նստած մարդուն էլ անվանում են մյուս տղան։ Այ հիմա շատ խնդրում եմ, ուղղակի այդ երկու զուգահեռը տանել։ 18-ին մեկը կար, որ ասում էր կբանակցի միայն հրաժարականի մասին, եւ եթե ինքը չլինի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենալու, ու հիմա էլի մեկը կա, որը ասում է կբանակցի վեհափառ հայրապետի հետ, պատկերացնեք այդ նախադասությունը, կբանակցի վեհափառ հայրապետի հետ, իր հրաժարականի հետ կապված։ Ու կարծում եմ, որ այդտեղ իմ կարծիքը բացարձակ էական չի, շատ ավելի էական է թե մեր